Կկանգնեք դեպի տեսախցիկները, ինչ եղավ, պարտվեց։ Ներգրավեցիք դու։ Վերջացրել ենք քննչական գործողությունը։ Հայրապետյան հարամայից, Հայրապետյան Գալանքի միջնորդությունը ներկայացրել։ Ամենաբանականությամբ։ Պարոն Ղուկասյանին տեղափոխում են դատարան։ Այս պայթերությամբ դեռևս միջնորդությունը որքան հասկանում ներկայացված չէ, բնականաբար չէ կարող ներկայացված ներ, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Եվ ամենայն հավանականությամբ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև պարոն Ղուկասյանին կտեղափոխեն դատարան։ Այս պահի դեռևս պարոն Ղուկասյանը ինքնազգացողությունը վատացել է, երկու անգամն էլ իր ինքնազգացողությունն է վատացել, որտեղ երկու անգամ շտապակցության մեքենա եկավ։ Չէ, ինքը չեմ ասի առողջական վիճակը նորմալ է, բայց շտապակցության մեքենան իր համար չի եղել։ Իվան ճանապարհին ինչ-որ կոմունիկացիոն գործադրվել է, պարոն Այս պահին մեկ նման տեղեկություն անձամբ ես չունեմ։ Իսկ մեղադրանքի մասով ինչ ասում եք, ձայնագրությունը ի վերջո, ինչ ձայնագրություն է, երբ է եղել, ինչ խոսակցություն է եղել, նայեք 4 միլիոնը։ Սկզբից հաղորդագրություն էին, որ տարածվեց դրվագների մասին, թե բրապորոնի շինությունները օրինականացնելու եւ այլն։ Այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Բայց չի հետքում, որ դա իր խոսակցությունն է, պարոն Հայրապետյան։ Նա վերջի ձայնագրության հետ կապված։ Ձայնագրության հատվածական տարածումը, որը եղավ լրատվական միջոցներում, այդ հատվածական տարածություններում որևէ խոսք չկա կաշառքի մասին։ Ընդ որում Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն որ որևէ մեկից կաշառք։ Իսկ ինչ համար։ Մեղադրանքը վերաբերում է նման, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել։ Պահանջել է կաշառք, բայց պարոն Ղուկասյանը իր մեկնաբանությունը տվել է։ Նախ հերքել է որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինել է։ Շատ մանրամասներ չեմ ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին։ Եթե ինքնական շինությունները կօրինականացվեն, ինչքան կկազմի դրանց գույքահարկը։ Եվ անօրինական շինությունները օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը եթե անգամ եղած լինի, կարող է եղածնել բացառապես դրա մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, կրկնում եմ, թե ավել բան ունեն, ավել տեղեկություն ես չունեմ։ Ամեն դեպքում հրապարակված ձայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերվածնել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրանք օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եվ դրա համար կա նաև հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուծագրվեն բյուջե։ Հիմքում միայն ձայնագրությունն է։ Ախ այդ հայոյանքները կոնտեքստից դուրս անհասկանալի է, դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված եղած։ Հայրապետյան, այսինքն այդ ձայնագրությունը մոնտաժված է, կտրած կպցրած ինչ է։ Կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կպցրածն է մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ իմանամ, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձրաբանում կնա, իսկ կդորների մեջ հիմա օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվե գաղտնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակում ենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը Պարոն Հայրապետյան, դա գտվել։ Հիմքում միայն ձայնագրությունն է, իսկ ինչ որ մեկը ասել, օրինակ պարոն Ղուկասյանը իրենից կաշառք պահանջել։ Ցուցմունք կա։ Իսկ ենթադրյալ կաշառք տվողը ով է, ուր է։ Մարդը չի ճանաչում այդ։ Ներողություն։ Իսկ այդ մարդուն հայտնաբերել է, ես այդ հարցը երևի իրեն պետք է տա, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին,
մեղադրանքի որոշման մեջ նշված կլիներ։ Իսկ պարոն Հայրապետյան, եթե հստակեցնենք այս պահին, հա, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողությունները։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Իսկ թե ումից Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, այս մյուս ձերբակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, թելերով, գործողություններով։ Եկեք տարանջատենք, էլի։ 7 անձանց 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի։ Մի բան հասկանանք, Այլ գործ է, նույն գործի մեջ այլ ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ խումբը եղել է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համայնքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառյալ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվի։ Ասում եմ մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշեցին այս։ Դե հենց որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնենք։ Եվս մեկ անգամ ստա։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, Այստեղ խմբակային ինչ-որ մեղադրանք, անհատական 8 առանձին քրեական վարույթներ են նախաձեռնվել։ հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին տարբեր դրվագներով, 4 միլիոն 8 հոգու մեջ պետք է բաժանվել Վարդանի Հիմա նայեք 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն, քրեական վարույթը առնասարան 4 միլիոնի մասին չէ։ Քրեական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանի վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կպչել են մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ այսպիսի գործ է բացահայտել։ Ճարտարապետը ինչ առնչություն ունի այս գործին, պարոն Ղուկասյանի հետ, որովհետեւ դրվագով կապվում է պարոն Ղուկասյանի դրվագին։ Կոնկրետ պարոն Ղուկասյանի դրվագին այո կապվում է։ Ինչ ձևով մանրամասն։ Դե հիմա ես չեմ կարող շատ բաներ ասել, իբր թե մոտավորապես այն, որ իր միջոցով ինչ որ մարդկանց հետ ինչ որ համաձայնություն է ձեռք բերել։ Միայն ճարտարապետի դրվագն է առնչվում պարոն Ղուկասյանի։ Ճարտարապետի դրվագ կա նաև այլ ժամանակաշրջանում, որ այդ Վարդան Ղուկասյանը կա։ Միջոցները հայտնում էին, որ Սալանքի միջնորդությունը ներկայացվեց 2 ամսով է նախ չեն կարող 3 ամսով, բայց ձերբակալման որոշումը կայացվել է դատարան խափամիջոց կալանք ընտրելու հարցի քննարկման։ Բոլորի նկատմամբ էլ նույնն է։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Իսկ Սարիկ Նույնասյանն էլ ներգրավեց ամեն ինչի մեջ։ Չեմ հավատում։ Կամաց իրաց վրա դուրս։ Չեմ հավատում։ Օրենքի դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա քաղաքական իրավիճակում բացառիկ։ Դուք հետագայում գործան կներեք էլի։ Դուք հետագայում հնարավոր է օրինակ միջնորդեք, որ Սարիկ Նույնասյանն օրինակ ներգրավի։ Նայեք, ոնց որ ասում են, այս պայտերությամբ մուշները իրենց սերը, մեղները իրենց սեր։ Եվ վստահ եմ իրենց մոտ իրական դեպքերի ձայնագրությունները կան։ Եվ այդ ձայնագրությունների մեջ համոզմունք ունեմ, թե իրական շղթաները բոլորին լավ են հայտնի են։ Եվ այդ իրական շղթան գործել է մինչև Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը։ Բայց ինչու դրանք դա չեն անի։ Միանշանակ չեն անի, որովհետև ես կրկնում եմ, այս process-ը ամենևին կաշառքի մասին չէ։ Կաշառք բառը օգտագործում են բացառապես մեկ նպատակով, որպեսզի Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական process-ները փորձեն կոծկել այդ կաշառք բառի տակ ընդամենը։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեք այդքան շատ ապացույցներ փետրվարից սկսած, անցած տարվա նույնիսկ հոկտեմբերից սկսած, ինչու մինչև հիմա օրինակի համար Սարիկ Նույնասյանին կամ նույն գլխավոր ճարտարապետին հետ 1 տարի առաջ տեղեկություն ունեիք, ինչու 1 տարվա մեջ ոչ մի բան չի կան։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Այս պայթրությամբ փորձել ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի միջնորդությունը կալանքի մասին մերժվի։ Առաջնային նպատակը դե դատարանում պետք է գնանք, որ դա անենք։ Առաջնային խնդիրը դա է։
Հիմա պարոն Ղուկասյանը ներսում է, հիմա դուրս են բերելու։ Ներսում է, հա, երբ որ դատարան միջնորդություն ներկայացրեցին, իրենք տեղափոխեն։ Չէ, դες չեն ներկայացրել։ Ներկայացրել են հակակոռուպցիոն փոխանցում։ Չեն կարող ներկայացնել, եթե ներկայացրել են միջնորդություն, ուրեմն դա հերթական ակնհայտ ապօրինությունն է։ Հիմա դուք Անհնար է անձին առանց մեղադրանք առաջադրելու, մեղադրանք առաջադրելու process-ը նոր ավարտվեց։ Եթե նրանք միգուցե արդեն կալանքի որոշումներ կա, դա էլ է հնարավոր, իսկ բան չունեմ ասելու։ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այո։ Ներկայացվելու թե ներկայացվել։ Ներկայացվել դատարան։ Եթե դա ճիշտ է, դա ակնհայտ ապօրինի է։ Օրենքը հետևյալն է, նախ անձին պետք է ներգրավել մեղադրյալ ներգրավելու համար մեղադրանք պետք է առաջադրել, որից հետո նոր մեղադրյալի հետ միաժամանակ խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնեն դատարան։ Մեղադրանք առաջադրելու process-ը 5 րոպե առաջ ավարտվեց։ Ես դուրս եկա, նոր ավարտվեց, դուրս եկա։ Այսինքն ենթադրվում է, որ կալանքի միջնորդությունը պետք է հաջորդի դրան։ Չի կարող նախորդի դրան։ Օրենքի տեսակետից։ Սա ինչի մասն է խոսքը։ Այն մասին է վկայում, որ կալանքի որոշումները միգուցե արդեն պատրաստ, եթե ամեն ինչ այսպես ժամանակից առաջ է։ Դուք հիմա ձայնագրություն կերտեք համարում։ Ես ձայնագրությանը նախ ծանոթ չեմ, երկրորդը ձայնագրությունը համարում եմ ոչ վերաբերելի որևէ անօրինակ։ Դա վերաբերելի չէ։ Այդ ձայնագրության մեջ կա կաշառք պահանջի մասին որևէ բան։ Միակ հատված է, թե դրան նախորդը ինչ է եղել, հաջորդն ինչ է եղել, մեջտեղն ինչ է եղել, որևէ մեկը չգիտի։ Պարոն Հարապետյան, այդ ձայնագրությունը հեռախոսային գաղտնան լսում է, թե աշխատասենյակում որտեղ տանը ինչ միջավայրում է եղել։ Իմ պատկերացմամբ դա ոչ թե հեռախոսային խոսակցությամբ, այլ հեռախոսով իրականացված ձայնագրություն է, որը կարող է իրականացնել հեռախոսային խոսակցությունը եւ դեմարդել, իսկ այն մնացածը, որը կար ըստ էության կաբինետ։ Չէ, այդ ձեր ասած դրոնովը, դա օպերատիվ նկարահանում է։ Եթե մենք նայում ենք օրենքի տեսակետից, դրանք ապացույց չեն։ Անկախ դրանից, ներկա օրենսգիրքը սահմանում է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքները ապացույց չեն։ Կա գաղտնի քննչական գործողություն, եթե գաղտնի քննչական գործողության բանում են, ապացույց է։ Եթե որպես օպերատիվ հետախուզական գործունեություն են իրականացնում, դա ապացույց չէ, սա մեկ։ Երկրորդը հարցի մյուս կողմն է, թե ինչքանով է դա օրինական։ Այսօր մեր իշխանությունին օրինական ոչ մի բան չի դարձնում։ Այսօր մեր իշխանությունին դարձնում են տեղ ֆոնը ստեղծել ինչ-որ բանից։ Անկախ նրանից դա կլինի օրինական թե անօրինական։ Հիմա դա օրինական է, թե անօրինական, մենք երբ որ համապատասխան հիմքերը վերցրեցինք, կարող ենք գնահատել, այս բանը չենք կարող ասել։ Պարոն Հայրապետյան, Դա չեմ կարող ասել։ վերադառնանք տարածք, էլի, շտապօգնության բժիշկները պարոն Ղուկասյանի համար չէին ներսում։ Իմ ներկայության ընթացքում ոչ։ Պարոն Հարապետյան, տեղեկություն ունեք միայն այս վարույթով է սահմանափակվելու պարոն Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը, որովհետև ընդդիմադիրները համարում են սա քաղաքական հետապնդում։ Հնարավոր է լրացվի կամ նոր մեղադրանք առաջադրվի։ Ես էլ եմ համարում քաղաքական հետապնդում եւ ոչինչ բացառել չի լինի, ավելին ասեմ, այսօրվան պարոն Ղուկասյանը սպասում էր, ինձ չի որ պարոն Ղուկասյանի համար սա ինչ որ անակնկալ էր կամ անսպասելի բան էր։ Բոլորն էր պարոն Ղուկասյանն էլ իր ներշրջանի մարդիկ բոլորն էլ սպասում էին, որ այս օրը հասու է ոչ թե այն պատճառը, որ ինքը ինչ-որ բան անելու է, այլ երկրի առաջի դեմքը ազգային ժողովի ամբիոնից այս հրահանգը արդեն տվել էր։ Դա ասված, որ այս հրահանգով ավարտվի եւ մյուս հրահանգին չհասնեն, մասնավորապես արիրևի ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգին։ Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, թե նրան տապալել են գետնին, բռնության են ենթարկել։ Մուտք գործելուց եղել է, այո, մուտք գործելուց եղել է շատ ես կասեի անշնորհք ձևով ներխուժում քաղաքապետարան, երբ բոլորովին դրա կարիք չկար, վերջը այդ քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետության դրոշն ու գերբն է խփած, ինչ-որ հանցավոր որջ չէին մտնում էին, չգիտեմ, այդ գերբը երևի գերբի վրա Արարատ լեռը կա, Արարատ լեռը կա, կարող է դա է մի քիչ զայրացրել ներխուժողներին, բայց ամեն դեպքում, կներեք, ամեն դեպքում ներխուժումը չի եղել նորմալ։ Եթե եկել եք խուզարկության, ընդ որում Վարդան Ղուկասյանը չի ունեցել որևէ տավարական կարգավիճակ, եկել եք խուզարկության, ձեր խուզարկության։ Պարոն Հայրապետյան, իրեն չէին հրավիրել։ Չէ, չէին հրավիրել, եթե հրավիրեին մարդը ներկայանալու էր, միանշանակ։ Ավել Այսինքն, եթե վերաբերելի չի պարոն Ղուկասյանին դուք ասում եք, բայց դեպքում գրասենյակում ինչ կարող են գտնել։ Ֆոն է պետք, ժողովուրդ ջան, ֆոն։ Բոլորը տեսնեն, որ պարոն Ղուկասյանի դեմ կա կազմակերպված արձակում, ճնշում։
Իսկ գրասենյակը որն է, քաղաքապետարանը։ Չէ, իր ազնական գրասենյակն է։ Իր ազնական գրասենյակն է։ Դա մենա ֆոն, որ քաղաքում Հենց հիմա այդ գոր Իսկ համայնքի պատկանող տեխնիկան ճիշտ է որ արգրավել են տարել։ եղել է նաև նման դեպքեր, այո, բոլորը մեծ մասը տեղափոխել են իմ տեղեկություններով ոստիկանության Ախույրյանի բաժին, Տուգանային հրապարակ, անհասկանալի պատճառ։ վարորդներին էլ հետ է ասացին, հա վարորդներին էլ հետը։ Վարդան Ղուկասյան լավ համայնքապետ չէ, Ներողություն եւս մեկ անգամ վստահ այս բանին արդեն դատարան Ղուկասյանը ինչ տեղեկություն։ Չկա որևէ տեղեկություն, որ նրան տեղափոխում են դատարան։ Եթե հակակոռուպցիոն դատարանում արդեն միջնորդություն է մուտք կգրել, դա ակնհայտ ապօրինի է։ Այսինքն Կաշառք ստանալու երկրորդ մաս, խոշոր չէ։ Հիմա ինչ Հոդվածը վերագրված է կաշառք ստանալ, բայց դիսպոզիցիայի մեջ ստանալու մասին նկարագրության մեջ չկա ստանալու մասին։ Գործողությունները հստակ լինեն։ Մենք սպասում ենք պարոն Ղուկասյանի գուցե դուրս անեն ու տանեն, թե Ես պետք է ծանուցվեմ այն մասին, որ թե արդյոք դատական նիստ կայանալու է, ապահովի հարցի Այո, հիմա մի բան հոդվածը կաշառք ստանալն է, բայց դուք ասիք որ կաշառք պահանջելու բանը է։ Նկարագրության մեջ գրված է հոդվածի վերնագիրը կաշառք ստանալը, դիսպոզիցիան կաշառք ստանալը կամ պահանջը կամ համաձայնություն ձեռք բերելը։ Կամերով Այդ ձայնագրություններով են ապացուցում, որ կաշառքա պահանջել։ Ես ձայնագրություն չեմ ասել։ Չէ, ինչ որ հրապարակ։ Այո, որևէ այդ տեղեկություն մեղադրանքի որոշման մեջ չկա։ Չկա, որ ասի Պողոսն ասում է գնացի համաձայնություն ձեռք բերեցի, նա էլ համաձայնեց, չկա նման։ Ենթադրյալ կաշառք տվող այդ ձերբակալվածն էսվեք, դա թե չէ։ Հիմա ես միգուցե, բայց այսպեսի մտավախություն ավելի շատ համոզմունք ունեմ։ Ենթադրյալ կաշառք տվողն է ասում է ձերբակալվածն էսվեք, ասում միգուցե մենք չգիտենք։ Հա, մենք չգիտենք։ Բայց ես այլ մտավախություն ունեմ, որ այս ձերբակալությունները չեն կամ ձեզ ֆիքսել։ Մի փոքր առաջ կգնաք։ Ձերբակալությունները շարունակվող պրակտիկա են, մարդկանց վերցնում են, տանում ազատությունից զրկում են, վախեցնելով ցուցմունքներ են կորզում եւ ազատության դիմաց այդ ցուցմունքները վերցնում են ընդամենը։ Գներեք աբսուրդ չթվա հարց, աղբատար մեքենայից ցուցմունք վերցրել են եւ որ տարել են կամ Որ աղբատար մեքենայից։ Չգիտեմ այդ մեքենան են տարել են երևի ինչու։ Դե Վարդան Ղուկասյանի որդու գործից քիչ մնաց հողից է ցուցմունք վերցնեին, ես չգիտեմ։ Հա, հող էին տարել թափե, Վարդան Ղուկասյանի որդու մեղադրում են դրա մեջ։ Ձևի հետ կապված քանի որ պարոն Ղուկասյանը եւս մեկ գործով անցնում է սադական process-ների մեջ ու տեսնում ենք որ բարբերաբար գալիս է դատարան, պատշաճ ներկայանում է հնարավոր չէ պարզապես ծանուցել եւ այս դեպքում էլ նա կներկայանա դատական։ Ժորժ, միանշանակ կարիքը չկար առհասարակ նրան ձերբակալելու։ Մարտուն ակնհայտ աբոյնի անձին արդեն ձերբակալել է, այդ ձերբակալման փաստը մեկ անգամ դատարանների կողմից հաստատվել է։ Վերաքննիչ դատարանը որոշում ունի, հիշում եք, մինչև ընտրությունները, երբ էլի մասկի շոու կազմակերպեցին եւ Վարդան Ղուկասյանին դիմակավորները ձերբակալեցին։ Դատարանը, վերաքննիչ դատարանը ֆիքսել է, որ ձերբակալումը եղել է աբոյնի։ Դրանից հետո բազմաթիվ process-ների Վարդան Ղուկասյանը ներկայացել է։ Հիմա այս process-ին ինչու չպետք է ներկանալ, այլ պետք է տանեին, որտեղ դրանից առաջ կրկնում եմ, երկրի առաջի դեմքը տվել է արդեն հրահանգը։ Եվ ոչ միայն այս հրահանգն է տվել, ես վախենամ ուրիշ հրահանգներ է տվել։ Մի բան ճիշտ է, պարոն Հայապետյան, այս պահին ինչ իրավիճակ է, այնտեղ ինչ գործողություն իրականացնում, որտեղ դուք դրսում եք Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այլևս ոչինչ չի իրականացվում։ Որտեղ քիչ առաջին հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին, որ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն ներկայացել արդեն դες ասել են դա։ Դա ոչ, դա ակնհայտ ապօրին է։ Դա կարող է ներկայացվել, կրկնում եմ, Մեղադիալի հետ միաժամանակ։ Ես Վարդան Ղուկասյանի հետ վեր եմ եղել։ Ինքը դատարանում չի եղել։ Չէ, հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն բանը կալանքը միջնորդելու է դատարանի, որպեսզի ընտրեն կալանքը որպես խափամամիջ։ Դա կարող է միջնորդելու է, բայց միջնորդությունը այս բային չի կարող լինել օրենքի տեսակետից։ Դե հիմա մի որքան էս։ Դե մեղադ ձերբակալման որոշման մեջ էլ է կրված, որ դատարան ներկայացնելու նպատակով են ձերբակալում։ ձերբակալում։ Ասացին Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացել դատարան։ Ներկայացվել։ Ներկայացվել այո։ Ուրեմն դա ակնհայտ աբոյնի գործողությունը պատասխանատու կերպով հայտարարում է։ Քնիչ ինչպես է ներկայացրել թե 72 ժամը չի։ Չէ, սա այլ ռեժիմ է, ժողովուրդ չէ, նայեք։ Անձը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում են։ 12 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրել ու մեղադրյալի հետ միաժամանակ միջնորդություն ներկայացնեն դատարան։ 12 ժամվա ընթացքում։ 12 ժամվա ռեժիմի մեջ է։ Եթե իրանք միջնորդություն մուտքագրում են դատարան, այդ պահին մեղադրյալն է պետք է լինի դատարան։ Չի կարող մեղադրյալը լինել
Այստեղ միշտություն լինի դատարան։ Երևի գրավոր ձևակերպել են ֆիզիկապես Դե կգնահատելով իրար։ այլ հարց է դա, որ ամեն ինչ էլ գծած է, բայց օրենքի տեսակետից դա ակնհայտ ապրում է։ Շնորհակալ։